Տիգրան, 3 տարեկան փոքրիկ տղա, մեծ, փայլուն աչքերով, որոնք միշտ հավատում էին, որ աշխարհը բարություն ունի։ Նա չէր ճանաչում հիվանդությունն ու չարությունը, չէր հասկանում մարդկային սառնությունը։ Նա ապրում էր իր փոքրիկ աշխարհում, որտեղ եղբայրներն էին, քույրը, մայրը, հայրը, որտեղ յուրաքանչյուր ժպիտ ապագայի խոստում էր։ Նրանց ընտանիքը տեղափոխվել էր Արցախից, փրկվելով պատերազմի հետևանքներից։ Այստեղ, Գևարքունիքի այս փոքր գյուղում, նրանք փորձում էին նոր կյանք սկսել։ Հայրը հիվանդ էր, բայց ամեն օր ուժ էր գտնում խնամելու իրենց միակ կովին։ Մայրը աշխատում էր ռեստորանում, հավաքարար, լուր ու համար։ 5 երեխա, 4 տղա, 1 աղջիկ։ Տիգրանը նրանց ամենափոքրն էր, ընտանիքի հույսը, նրանց փոքրիկ լույսը։ Օրը սկսվել էր սովորական։ Մայրը աշխատանքի էր, հայրը կովին էր խնամում, տանը մնացել էին երեխաները։ Տիգրանի կողքին եղբայրը 5 տարեկան, բայց չէր խոսում։ Նա կարող էր ձեռքով ցույց տալ, կարող էր գրկել, բայց խոսքերով չէր կարող մեկնաբանել աշխարհը։ Մեծահասակները հավատում էին, որ ամեն ինչ կարգին է, երեխա երեխայի կողքին, տան մոտ, գյուղում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Բայց այդ օրը մեկն էր այն օրերից, երբ մի անհետ պատասխան ինչու փոխում է ամեն ինչ։ Երբ մի փոքրիկ քայլ, մի քանի մետր առաջ կամ կողք, դառնում է անդունդի եզր։ Երբ հայրը պարզեց, որ երեխան չկա, սկզբում շփոթվեց։ Միգուցե գետակի մոտ է, միգուցե արտի կողմ է վազել։ Գյուղը մեծ չէ, ուր կարող է փոքրիկ Տիգրանը գնալ, երբ նույնիսկ փախչելու տեղ կարծես չկա։ Բայց շփոթությունը արագ դարձավ սուրբ սարսափ։ Նրան սկսեցին փնտրել հարևանները, հետո ոստիկանությունը։ Սկսեցին լռել նաև մարդիկ, որովհետև հոգու խորքում ամեն մեկն ուներ մի վախեցնող ենթադրություն, որը չէր ուզում բարձրաձայնել։ Երեկոյան ջերմությունը փոխվեց խավարի եւ անհանգստության։ Մայրն աշխատանքի վայրից վազում էր տուն։ Շնչելը դժվար էր, սիրտը առնոտ։ Մինչև հեռվից լսվում էին ձայներ. Տիգրան, 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 բայց ոչ մի պատասխան չկար։ Գյուղացիներից մեկը ասաց. 3 գիշեր անծանոթ մեքենա էի տեսել, մյուսը շշնջաց։ Օտար մարդիկ էին շրջում, մի տեսակ կասկածելի, ու սկսվեցին խոսակցություններ, ով էր այդ մեքենան վարողը։ Ինչու էր եկել գյուղ, իսկ եթե Տիգրանին տարել են, ոչ թե գետը, ոչ թե անտառը, այլ մարդիկ։ Տարօրինակ ձևով բոլորը սկսեցին հիշել, վերջին ամսում տարբեր գյուղերում կարծես հնչել էին պատմություններ, երեխաներ, որոնց մոտեցել էին օտարներ, հարցրել անուն, փորձել քաղցրավենիք տալ։ Բոլորը մինչ այդ անտեսել էին, մինչև այս երեկոն։ Ոստիկանությունը սկսեց վարկածները։ Պաշտոնական խոսք, ամեն տարբերակը դիտարկվում է։ Բայց մարդկանց մեջ արդեն կար մեկ գլխավոր վարկած՝ առևանգում, սակայն ով կկատարեր նման բան։ Ում համար է պետք 3 տարեկան տղա։ Չոր մթերք չէ, չի վաճառվում, կամ միայն մի սարսափեցնող տարբերակ՝ վաճառք։ Երեխաների անօրինական արք ու վաճառք։ Մտքեր, որոնց մասին ոչ ոք չէր ուզում խոսել բարձրաձայն։ Մարդիկ սկսեցին հիշել նաև մի այլ բան։ Վերջին օրերին գյուղում հայտնվել էին մարդիկ, ովքեր սև ձիերով չէին, բայց իրենց հայացքները չունեին տեղականի ջերմությունը։ Նրանք ասում էին, թե իրենք ճանապարհորդներ են, թե սեզոնային աշխատողներ են, բայց նրանք ոչ ոքի հետ չեն խառնում խոսքը։ Եվ ամենակարևորը, նրանք հանկարծ անհետացան նույն օրը, երբ Տիգրանը կորավ։ Հարևանների մեկն ասաց, տեսել էր, որ մի երեխա լաց լինելով նստած էր մութավուն միկրոավտոբուսի մեջ, բայց հեռվից էր, չէր տեսել դեմքը։ Հավանաբար պատրանք էր, կամ ճշմարտություն։ Տիգրանի եղբայրը, որ չէր խոսում, միակ տեսնողը կարող էր լինել, բայց ինչպես հասկանալ երեխայի մատերից ու շարժումներից ճշմարտությունը։ Նա էլ ավելի վախեցած էր, քան ուրիշները։ Երբ նրան հարցնում էին, թե որտեղ է Տիգրանը, նա սեղմում էր աչքերը, ձեռքով փակելով դեմքը, կարծես ուզում էր մոռանալ այն, ինչ տեսել էր։ Գուցե մեքենա, գուցե մարդկանց դեմքեր, որոնք չեն ժպտում, այլ հրամայում են։ Նրա մունջությունը դարձավ մեծագույն ցավ։ Լռությունը այն պահին, երբ ամենակարևորը բառերն էին, ու սկսվեցին խոսակցություններ։ Ո՞վ էր այդ մեքենան վարողը։ Ինչու էր եկել գյուղ։ Իսկ եթե Տիգրանին տարել են, ոչ թե գետը, ոչ թե անտառը, այլ մարդիկ։ Տարօրինակ ձևով բոլորը սկսեցին հիշել, վերջին ամսում տարբեր գյուղերում կարծես հնչել էին պատմություններ, երեխաներ, որոնց մոտեցել էին օտարներ, հարցրել անուն, փորձել քաղցրավենիք տալ։ Բոլորը մինչ այդ անտեսել էին, մինչև այս երեկոն։ Ոստիկանությունը սկսեց վարկածները։ Պաշտոնական խոսք, ամեն տարբերակը դիտարկվում է, բայց մարդկանց մեջ արդեն կար մեկ գլխավոր վարկած՝ առևանգում։ Սակայն ով կկատարեր նման բան։ Ում համար է պետք 3 տարեկան տղա։ Չոր մթերք չէ, չի վաճառվում,
կա միայն մի սարսափեցնող տարբերակ՝ վաճառք։ Երեխաների անօրինական արք ու վաճառք։ Մտքեր, որոնց մասին ոչ ոք չէր ուզում խոսել բարձրաձայն։ Մարդիկ սկսեցին հիշել նաև մի այլ բան։ Վերջին օրերին գյուղում հայտնվել էին մարդիկ, ովքեր սև ձիերով չէին, բայց իրենց հայացքները չունեին տեղականի ջերմությունը։ Նրանք ասում էին, թե իրենք ճանապարհորդներ են, թե սեզոնային աշխատողներ են, բայց նրանք ոչ ոքի հետ չեն խառնում խոսքը։ Եվ ամենակարևորը, նրանք հանկարծ անհետացան նույն օրը, երբ Տիգրանը կորավ։ Արևանների մեկն ասած տեսել էր, որ մի երեխա լաց լինելով նստած էր մութավուն միկրոավտոբուսի մեջ, բայց հեռվից չէր տեսել դեմքը։ Հավանաբար պատրանք էր կամ ճշմարտություն։ Տիգրանի եղբայրը, որ չէր խոսում, միակ տեսնողը կարող էր լինել, բայց ինչպես հասկանար երեխայի մատերից ու շարժումներից ճշմարտությունը։ Նա էլ ավելի վախեցած էր, քան ուրիշները։ Երբ նրան հարցնում էին, թե որտեղ է Տիգրանը, նա սեղմում էր աչքերը, ձեռքով փակելով դեմքը, կարծես ուզում էր մոռանալ այն, ինչ տեսել էր։ Գուցե մեքենա, գուցե մարդկանց դեմքեր, որոնք չեն ժպտում, այլ հրամայում են։ Նրա մունջությունը դարձավ մեծագույն ցավ։ Լռություն այն պահին, երբ ամենակարևորը այս պատմությունը դեռ չունի ավարտ։ Թշնամին կարող է լինել ցանկացածը, փողի համար ապրող սառը մարդ, ծեսերի անունով խելքը կորցրած խումբ, կամ պարզապես անծանոթ, ով վստահ է, որ իրեն ամեն ինչ կարելի է, բայց կա մի բան, ինչը հաստատ է։ Տիգրանին ինչ-որ մեկը տարել է այնտեղ, որտեղ լացը չեն լսում, որտեղ անունը չեն կանչում, որտեղ փոքրիկ ձեռքերը չեն կարողանում դռանը թակել եւ ասել «Մամա, ես եկա»։ Եվ հենց այս պահին, երբ դու լսում ես այս պատմությունը, գուցե մի փոքրիկ տղա ինչ-որ տեղ խավար սենյակում նստած է, գուցե լացում է, գուցե բռունցքը դնում է աչքին ու փորձում գրկել իր մոր հոտով շապիկը, որ այլևս չկա։ Գուցե չգիտի ինչու են իրեն տարել, բայց հաստատ գիտի, մայրը ճանապարհը կգտնի։ Եթե դու տեսել ես մի բան, եթե դու լսել ես մի խոսք, եթե դու նկատել ես անծանոթ մեքենա կամ մարդու, մի լռիր, որովհետև լռությունը կարող է խլել երեխայի կյանքը, իսկ մի բառը փրկել։ Տիգրանն այսօր չկա իր տան մեջ, բայց նրա անունը դեռ ապրում է, որովհետև հույսը դեռ ուժեղ է, մայրը դեռ սպասում է, եղբայրը դեռ լուռ է, բայց նրա լռության մեջ աղաղակ կա։ Աստված դեռ տեսնում է, ու մենք բոլորս պարտավոր ենք հավատալ, որ փոքրիկ Տիգրանը կվերադառնա։ Քանի դեռ հույս կա, Տիգրանին փնտրելը չի դադարում։ Իսկ հիմա հարց քեզ, եթե սա լիներ քո երեխան, քո եղբայրը, քո ընտանիքի փոքրիկ լույսը, դու կլռեիր, դու կսպասեիր, թե ամեն ինչ կանեիր նրան գտնելու համար։ Քեզ թվում է, որ փոքրիկ Տիգրանին առևանգել են։ Եթե այո, ով եւ ինչու, դու հավատում ես, որ ինքը դեռ կենդանի է։ Ու եթե այդպես է, ինչ ես պատրաստ անել դու, որ օգնես նրան վերադառնալ տուն։ Գուցե հենց քո ասածը, քո մեկնաբանությունը, քո հիշած մանրուքը կլինի այն բանալին, որը կբաց Տիգրանի վերադարձի ճանապարհը։ Գրիր քո կարծիքը, ինչպես է ըստ քեզ երեխան անհետացել, որ վարկածն է քեզ ամենավտանգավոր ու իրական թվում։ Ինչն է մեզանից դեռ թաքնված։ Քո մեկ նախադասությունը կարող է դառնալ փրկություն մեկ կյանքի համար։ Մի լռիր։